Այս սև պայուսակում Իվանի սև հիշողությունների պատառիկներն են Ղարաբաղյան պատերազմից ու ադրբեջանական գերությունից։ Մարտական ուղին սկսել է թեժ մարտերով, ավարտել Շուշիի գրավումով։ Արանքում ադրբեջանական գերության 2 տարիներն են։ Այս պայուսակում է նաև հարսանիքին նվեր ստացած տեսայերիզը ադրբեջանական արխիվից։ Կադրում 16-ամյա Իվանն է գերության ժամանակ։ Փակում է դեմքը, որ արցունքները չտեսնեն։ 2 տարվա գերությունից Իվանին մնացել են այս տեսայերիզը, ճակատի սպին, գիշերային մղձավանջներն ու կյանքը դժոխքի վերածած հիվանդությունը։ Երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկն ընդամենը 39 տարեկան է, երբեք իր սխրանքների մասին չի խոսել, մարտական ու արիության մեդալներն էլ որդու կոստյումին է կախել, հիմա ստիպված է խոսում, դանակը ոսկորին է հասել։ Ես չեմ կարողանում երևի ճիշտ բացատրեմ, որ իմ վիճակը շատ ծանր է։ Իվանի կյանքի պատմությունը անտարբեր լսել չի լինում։ 8-րդ դասարանը նոր ավարտած պատանին պատերազմը մեկնում անմիջապես օպերայի բակից, ամիսներ շարունակ հոր հետ հանրահավաքների ու հացադուլի մասնակցելուց հետո։ Միտինգների ժամանակ ես մի անգամ հորս հարցրեցի, ասացի, պապա, ասացի, Ղարաբաղը ինչ է, ուտելու բան, հա։ Այս պապաս արտասունքով ինձ ասաց, որ չէ, ասես տղա ջան, որ նորմալ դու Ղարաբաղցի ես, ասես որ նորմալ Ղարաբաղցի կգնայիր կտեսնեիր ինչ է։ Հոր ասացից Իվանը միայն հասկացել է, որ Ղարաբաղն ուտելիք չէ, բայց օդի պես անհրաժեշտ է։ Ծնողներից թաքուն 16 տարին դեռ չբոլորած նստել է զինվորներ հավաքագրող մեքենան ու մեկնել Արցախ։ Ընդամենը 2 շաբաթ հետո թշնամու հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է ու գերի ընկել։ Ուշքի է եկել ադրբեջաներեն խոսակցությունից, տարել են Լաչին, Շուշի, հետո Բաքու։ Գցել էին պատվալ, փոքրիկ մի հատ զուգարանչափ պատվալ էր։ Ու մի տարի այդ պատվալի մեջ եմ փայել։ Անընդհատ խոշտանգումներ, մկանների մեջ նավթի ներարկում ու թշնամու հիվանդ երևակայությունից բխող այլ տանջանքներ։ Մահապատժի դատապարտված պատանուն գնդակահարությունից փրկել է գործարար Քեռին, 7 միլիոն ռուբլով գնել է նրան թշնամուց։ Հայաստան հասնելուն պես Իվանը հոսպիտալացվել է, բայց կարճ ժամանակ անց փախել ու նորից Ղարաբաղ մեկնել։ Պատերազմից հետո նա անընդհատ հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվում։ Հայաստանում համարյա բոլոր հիվանդանոցներն պարկել։ Հիմա Իվանն ապրում է երկրորդ կնոջ ու 2 երեխաների հետ, նախորդ ամուսնությունից 13-ամյա որդի ունի, իր տունը թողել է նախկին կնոջն ու տղային, ինքը Վարշավայում է ապրում, վերջին աշխատանքից 5 օր առաջ է դուրս եկել, ուշագնացության նոպաները հաճախակի են դարձել, պատահում է, որ օրը 2 անգամ վատանա, Իվանը այդ նոպաներից ոչինչ չի հիշում, գիտի կնոջ պատմածով։ Դեմքս ծռվում, հետո գիտակցությունս կորցնում եմ, կամ եղնում է, որ ուժեղ գոռում եմ։ Միայնակ փողոց դուրս գալ վախենում է, ուշագնացություններին հիշողության ժամանակավոր կորուստն է հաջորդում։ Այս վիճակով աշխատել չի կարող։ Բժշկական վերջին ստուգումներից պարզվել է, որ Իվանի ուղեղը սեղմվում է։ 39 տարեկանում նա 90 տարեկանի ուղեղ ունի։ Հիվանդությունը բուժվում է, բայց բարդ վիրահատությունը միայն Իսրայելում են անում $80,000։ Իվանը 70,000 դրամ թոշակ է ստանում, 10,000-ը ալիմենտ է վճարում, 60,000-ը տան վարձ տալիս։ Սնունդի ու դեղերի հարցում երբեմն բարեկամներն ու մարտական ընկերներն են օգնում։ Այս արդեն 7 ամիս տանվարձ չէի, բան չեմ արել, տանվարձ չեմ տվել էլի, տանտիրոջ մոտ իրականում ես էլ եմ արդեն ամաչում։ Պետությունը նրան տուն է խոստացել, հերթագրել է, սակայն հերթը 10 տարի հետո կհասնի։ Մի կողմից հիվանդությունը, որը նրան անաշխատունակ է դարձրել, մյուս կողմից էլ 2 մանկահասակ երեխաների հետ դրսում մնալու վտանգը ստիպել են Իվանին աջակցության խնդրանքով դիմել նաև երկրի նախագահին եւ վարչապետին։ Պատասխան դեռ չի ստացել, բայց հավատում է, որ չեն անտեսի։ Փետրվարին Միրզոյանների ընտանիքում 3-րդ երեխան կծնվի։ Անցյալը հայրենիքի համար կորցրած Իվանը հավատում է իր եւ իր երեխաների ապագային հայրենիքում։ Ցոլնե Միքայելյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։